ցավալի դեպքեր ենք ունեցել, օրինակ Հացբերով, Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, մենք նման դեպքերի հետ փաստերի հետ առնչվել ենք եւ նույն հանրությունն ասում է, շատ դեպքեր ունենք Վարդան Ղուկասյանի դեպքում, մարդը դատարանում հստակ ասում է լավ չեմ զգում ինձ, շտապօգնությունը կանչում է, շտապօգնությունն ասում է անհապաղ պետք է տանել հիվանդանոցը, որովհետեւ կոնկրետ գանգատներ են ներկայացնում անձը, տանում են կրկին ԱԱԾ մեկուսարան, մենք ուզում ենք նույն ճակատագրին արժանացնել վերոնշյալ անձանց, այդ թվում նաեւ հասարակ քաղաքացիների դեպքում Տիկի Մանասյան, ես ամեն օր Համլետ Հակոբյանը կոնկրետ 2 օր առաջ էին զանգարել, ասում եմ խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք ինձ, ես ունեմ խիստ հիվանդություն, որը կալանքի հետ անհամատեղելի է, բայց ինձ սպանում են այստեղ։ Ես հրապարակում եմ ունեցել, ընդհանուր նաև ասում էր, որ մարդու իրավունքների պաշտպանին ինչպես դիմեմ, ասացի մեր այս հրապարակումը հուսամ նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական կլինի, ինքը կրկին 3 զանգարել է, ասում է ինձ այստեղ սպանում են, խնդրում եմ օգնեք։ Ու նման դեպքերի արդյունքում 2025 թվականին 24 մահ ունեցա։ Քնա ջան, շատ շնորհակալ եմ իրականում այս հարցերը բարձրաձայնելու համար, որպես մարդ բոլորիս տեսանկյունից էլ հարցերը իրապես էմոցիոնալ են, հա, երբ որ որպես մարդ ենք նայում, բայց երբ որ արդեն նայում ենք մեր ունեցած լիազորությունների տեսանկյունից, այստեղ բնականաբար այլ ստանդարտներով ենք, հա, առաջնորդվում այն հարցերը քննարկելիս, թե ով ինչ կարող է իրականացնել։ Նախ նշեմ, որ այո, դիմողները բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում, թե քաղաքացիները, թե նրանց փաստաբանները, բայց այստեղ կարևոր այն հանգամանքը, որ մենք պիտի նաև մյուս կողմին էլ չլսենք, որովհետև ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ այլ մեկը չի կարող է այսպես միանշանակ գնահատականներ տալ այն հարցին, թե պետական մարմինն է ճիշտ ասում, թե քաղաքացին։ Պիտի այդտեղ հստակ վերլուծություններ չանենք, այսինքն չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այսպես 100%-ով միշտ ընդունում եք որպես ճշմարտություն այն, ինչ ներկայացվել է։ Հիմա փորձը ցույց է տվել, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առկա ազատությունից զրկման վայրերում մարդկանց կյանքի իրավունքի ապահովման հետ կապված, եւ ես երևի առաջիններից եմ եղել այս հարցի վերաբերյալ հրապարակային խոսելու դիտանկյունից։ Ավելին ասեմ, այստեղ նաև հստակ հարցեր են բարձրաձայնել։ Այդ ինչ մեխանիզմներ ունեք կանխարգելելու, ինչը կա, չկա, ավելին ասեմ, ես երևի ամենաշատը, այդ թվում ին որպես մարդու իրավունքների պաշտպան գործունեության շրջանակներում խոսել եմ Հայաստանում քրեակատարողական բժշկության համակարգի տոտալ վերափոխման անհրաժեշտության մասին, որովհետև խորհրդային միությունից մնացած, հետո ինչ որ ժամանակահատված այդպես մեխանիկորեն աշխատած, իհարկե որոշակի զարգացումներ ապրած, բայց ամեն դեպքում չափանիշներին չբավարարող համակարգ է։ Եվ սա այո պետք է վերափոխվի։ Բայց այս ամենը մի օրում չի լուծվելու եւ նաեւ չի լուծվելու քաոտիկ շարժումներով։ Այսինքն սա ոչ թե պետք է լուծվի այնպես, որ մեզանից ով ինչ պատկերացնում է այդ պահին ասի կամ անի, այլ մենք հստակ հասկանանք, թե ինչ քաղաքականություն է ոլորտում պետք եւ հասկանանք մեզանից ամեն մեկը ինչ պետք է անի, որ խնդիրները լուծի, որովհետեւ եթե նորից սկսենք քաոտիկ այս հարցերին անդրադառնալ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ թե կունենանք խնդիրների լուծում, այլ կունենանք շատ ավելի վտանգավոր իրավիճակ, որովհետեւ նույն փաստաբանների հետ քննարկումներում եւ այլն իրենք էլ են հասկանում եւ ընդունում, որ շատ դեպքերում հնարավոր է օրինակ նաեւ մանիպուլատիվ վարքագիծ է, սա բոլորը գիտեն, այսինքն սրա մասին պետք է չի խոսել, բայց այստեղ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ քաղաքացին ազատությունից զրկված անձը ինքը հասկանա, որ անկախ ամեն ինչից, եթե ինքը իրավաչափ պահանջ ունի, եթե ինքը իրավաչափ հարց է բարձրացնում, դա անմիջապես լուծում է ստանում եւ ինքն էլ նաեւ իրավունքների երաշխիքներ ունի։ Ավելին ասեմ, եթե ցանկություն ունեք ազատությունից զրկված անձանց հետ կապված եւ նրանց իրավունքների շատ ավելի լայն քննարկումներ իրականացնելու, որովհետեւ մեր բացահայտած խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, սրանք փոքր խնդիրներ են, որոնց մասին հա հիմա հրապարակային այստեղ խոսում եք, բայց մեր հրապարակային զեկույցներում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մի քանի անգամ ավելի շատ են, քան նրանք ինչ հիմա են բարձրաձայնում, ավելին ասեմ, շատ դեպքերում բարձրաձայնում են հարցեր, որոնք իրականության մեջ գոյություն էլ չունեն, բայց այն հարցերը, որ գոյություն ունեն, մնում են չգիտես ինչու չքննարկված։ Հետևաբար կարող ենք նաև հետագայում այլ քննարկումներ ունենալ։ Մեր գործընկերների հետ կապված հարց եմ ուզում տալ։ Ազգային ժողովում մեր գործընկերներին, ժողովուրդ օրաթերթի լրագրողներին, պետական պահպանության ծառայության աշխատակիցները թևերից բռնած հեռացրել են ազգային ժողովից։ Դուք սա տեսել եք, քննության առարկա դարձրել եք, ինչպես եք վերաբերվում լրագրողների նկատմամբ այս մոտեցմանը եւ կրկին Նարեկ Սամսոնյանի հետ կապված։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը նստած են բարի համար, այսինքն արտահայտություն, որը իշխանությունը համարում է հայհոյանք, եւ եթե դիցուք դրանք հայհոյանքներ են, ապա քաղաքացուն լրագրողի հայհոյելու համար այդքան ամիս կալանքի տակ են պահում։
հայհոյանքը ծանր հանցագործություն է։ Օրենքի շրջանակում է գործում։ Ինչու է ընտրովի էլի։ Նույն ազգային ժողովի նախագահը քաղաքացու վրա թքում է, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ ՔՓ խմբակցության քարտուղարը սպառնում է քաղաքացու ականջները կտրել, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Այսպես շարքը կարելի է Տիկին Մանասյան շարունակել, բայց երբ որ ընդդիմադիր է, կալանավայրը պատրաստ է։ Հակոբ Սիմիդյանը մեկնաբանություն է գրում քաղաքացուն, չեմ կարող իհարկե այդ մեկնաբանությունը ասել, որովհետև լայն բոլորդ էլ տեսել եք, դուք էլ կարդացել եք։ Ինչու Հակոբ Սիմիդյանը հիմա կալանավայրում չէ։ Խնդրում եմ հարցերը չմոռանալ, բոլորին անդրադառնալ։ Սկսեցի առաջին հարցից։ Սկսեցի։ Խարով պետք է կատվավոր։ Սկսեմ առաջին հարցից։ Սկսեմ ամենասկզբից, եթե խոսքը այս կոնկրետ գործին է վերաբերում, դատաքննության փուլում է գտնվում, հիմա ես կոնկրետ դրա վերաբերյալ չեմ խոսի, բայց խոսեմ այն խնդիրների մասին, որոնք այո, իրապես կան եւ որոնց մասին ճշմարտացիորեն նաեւ դուք եք բարձրաձայնում։ Ընդհանրապես ստանդարտների համաձայն խոսքի համար քրեական պատասխանատվությունը ամենը ծայրահեղ դեպքերում պետք է ի հայտ գա եւ այս մասով ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ, որովհետեւ այո, այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց նաեւ պետությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել են սահմանը, որ այդպիսի ծանր է դիտարկվել եւ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք եւ կարծում եմ, որ այդ թվում դատական իշխանությունը ճիշտ է ցույց է տալիս, որ ինքը դատական ակտով յուրաքանչյուր դատական ակտով է փորձում ցույց տալ հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն ունեն, որ Հայաստանում կա այո երկակի արդարադատություն եւ ես էլ եմ խոսել այն մասին, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում գոյություն ունի դեռևս հայեցողական արդարադատություն եւ այո, այս մասով ինչ է պետք է կամ պետության կողմից, իրավասու այն մարմինների կողմից, ովքեր ոլորտային, լիազորություններ ունեն, ցույց տալ, թե այդ ինչով հատեց սահմանը, որ մենք էլ դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա եւ ինչու մյուս դեպքերում այդպես չէ, չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ եւ սա նաեւ իմ պահանջն է, այո, բացառայել հայեցողական ստանդարտները եւ ցույց տալ այս չափանիշները, որովհետեւ նաեւ հանրային հաղորդակցության տեսանկյունից հետ քննարկել եք Տիկին Վարդապետյան, ինչ օրինակ Ալեն Սիմոնյանի դեպքում չեղավ նրանց դեպքում հիմա բոլոր պաշտոնատար անձանց, կարծում եմ նաեւ հիմա էլ հրապարակային այս հարցերը բարձրաձայնում եւ այնպես չի, որ դա այսպես ուղակի ոչ հրապարակային եղանակով եմ ասում, գրեթե բոլոր հարցազրույցների ժամանակ սրա վերաբերյալ խոսել եմ։ Ինչ վերաբերում է լրագրողների գործունեությանը, լրագրողական գործունեության երաշխիքներին, այստեղ էլ հստակ նշեմ, որ ազգային ժողովում հավատարմագրման հետ կապված հարցերը մենք դեռևս նախորդ տարվանից մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացրել ենք, այդ թվում, եթե չեմ սխալվում, ձեր դեպքը նկարագրելով ու նաեւ հստակ միջազգային ստանդարտներ նշելով, բնականաբար այս տարվա դեպքի հետ կապված էլ այս պահին իհարկե փորձում ենք հստակ իրավիճակը նաև բացի դիմողի կողմից ներկայացված փաստարկներից նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել, բայց անկեղծ պիտի լինեմ, այստեղ մի այլ հարցադրման կուզենամ անդրադառնալ, իրականում շատ կարևոր է, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը ձևավորվի լրագրողների եւ պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց միջև, որովհետեւ իրապես բացի այդ գրված փաստաթղթերից կամ բացի այդ պահին, միգուցե նույնիսկ իրավաչափ եղանակով ինչ որ կանոն կիրառելուց շատ կարևոր է, որպեսզի նաև նրանք միմյանց հետ կարողանան այդ սահմանները, էթիկական ստանդարտները եւ այլն գծել եւ կառուցողական լինել այս բոլոր հարցերում ու եթե դեմ չեք ավարտենք այս պահին քննարկումը վերջին հարցերը վերջին ժողովուրդի հետ Լիա ջան հարցի կներեք վերջում մեր գործընկերների վերաբերող հարցը ես ասացին, եթե դուք որպես մարդու իրավունքների պաշտպան կգտնեք որևէ էթիկայի խախտում իմ եւ Սոնա Գրիգորյանի վարքագծում, որ մենք խախտել ենք այդ էթիկայի կանոնը եւ ընդհանրապես փորձել ենք պարոն Կոնջորյանին հարց տալ եւ հայտնվել ենք դրսում, ես պատրաստ եմ անգամ քրեական պատասխանատվության, եթե դուք մի էթիկայի խախտում կգտնեք, բայց որևէ էթիկայի խախտում չկա, այլ անցանկալի հարցը ունեցել է հետևանք։ Նախ ես համակարգային խնդիրների մասին խոսեցի, կարծում եմ մեր բոլորիս տեսանկյունից թե իմ թե ձեր շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն մեր հետ կապված հարցերը, չէ, քննարկման առարկա դարձնենք, այլ ընդհանուր հարցեր, որովհետեւ օրինակ եթե մեր հետ կապված հարցերը կարևոր լինեին, հիմա այստեղ ես պետք է գայի ամբողջ օրը նստեի, սկսեի խոսել այն մասին, թե օրինակ այս պահին հացադուրի մեջ գտնվող անձի ընտանիքի անդամը ինչ հայհոյանքներ է իմ հետ կապված հրապարակային դրել, իմ աշխատակիցների հետ կապված ինչեր են ասել եւ այլն, բայց դրան չեմ անդրադառնում, որովհետեւ ինձ համար ոչ թե այս պահին մեր անհատական հարցերն են կարևոր, այլ համակարգային։ Հիմա այդ հարցին էլ
Ձեզանից էլ ունենք մեծ սպասելիքներ բոլորս, ձեզանից էլ բոլորս ունենք մեծ սպասելիքներ, բնականաբար, եւ սպասելիքներ ունենալը չի ենթադրում, որ պետք է բոլորս նստենք եւ օրենք խախտենք։ Հիմա կներեք, ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես պետական սահմանադրական պաշտոնատար անձ եմ, անկախ պաշտոնատար անձ եմ, ընդ որում, որի գործունեությանը ոչ միայն չի կարելի միջամտել, որը նաեւ ապաքաղաքական է։ Հիմա լրագրողների հետ կապված քննարկում ջան, ես բնականաբար ինձ թույլ չէի տա էթիկական որևէ հարցի վերաբերյալ ձեր կոնկրետ դեպքի մասով խոսել, պատասխանը համակարգային